Դաշնակցությունը միշտ այս հարցին մոտեցել է ոչ թե որպես քաղաքական հայտարարություն անելու մի առիթ, այլ մասնագիտական քննության արդյունքում կատարված հետազոտություն եւ եզրակացություն։ Մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք։ Եվրոպայի խորհուրդը ունի հատուկ մոնիտորինգ, հատուկ դիտարկումներ, որ անցկացնում է տվյալ երկրներում կա բանտարկյալներ կամ թե չկա։ Եթե Հայաստանում արձանագրվել, որ կան կա բանտարկյալներ, մի վայրկյան անգամ մի կասկածեք, որ Եվրոպայի խորհուրդը մեծ հարց կդրվեր եւ Հայաստանը սանկցիաների տակ կհայտնվեր։ Այդ չափանիշները, որոնք որ Եվրոպայի խորհուրդը ընդունել է, այդ չափանիշների հիման վրա վերելուծում, թե այս կամ անձը կա բանտարկյալ է թե ոչ։ Մենք ունենք զեկուցողներ, մենք ունենք անընդհատ դիտարկման տակ գտնվող մեխանիզմներ, որոնք որ մեզ այդ ձևի եզրակացություն երբեք չեն տվել։ Եվ սա այն է, որի վրա մենք հենվում ենք։ Մենք ինքներս չենք փորձում քաղաքականացնել հարցը, որովհետև քաղաքանտարկյալ ինչն է։ Քաղաքանտարկյալը այն է, նա այն անձն է, որ առնվազն որևէ աղերս չպիտի ունենա նրա արարքը քրեական օրենսգրքի հետ։ Այսինքն քրեական հանցակազմ, քրեական հանցագործություն չպիտի պարունակի որևէ անձի արարքի մեջ։ Եթե այդպիսի հանգամանք կա, քրեական արարք կա, հաստատված, այդ անձը չի կարող կոչվել քաղաքանտարկյալ։ Այս է միջազգային չափանիշն ու ընդունված կարգը։ Հարցին չպատասխանեցիք։ Չպատասխանեցիք հարցին։ Հարցին չպատասխանեցիք։ Որպեսզի սովորական էթիկայի նորմեր պաշտպանենք։ Հարցին շատ հստակ պատասխանեցիք։ Դաշնակցությունը ճանաչում է Գևորգ Սաֆարյանը Ժիրասեփյանը քաղաքանտարկյալ է թե չէ։ Մի րոպե Ես նորից եմ ասում, եթե ստացվածները կամ դրանցած անձի քաղաքանտարկյալ լինեին, վաղուց ասում եմ, Եվրոպայի խորհրդից մեզ դուրս էին դրել։ Արա ձերը քաշյալա։ Լակոտ։ Ձերը չբարձ հարթի վրա արա։ Հանգստացի իմ խոսքերը դու չես կարող ասես եւ այդքան բան չունես։ Ձենդ կտրի արա։ Հələ սրանն է արա։ Ուզում եմ ձեր բարձնի վրա։ Սուս մն արա։ Դու դուրս կնա։ Մենք հանգիստ երեխա կա, հարգեք մեկըտ մյուսների, հարգեք մեկըտ մյուսների, Ձեր ադն բարձասնի։ Ես ուզում եմ հարցնամ որպես իրավաբան, դուք խոսեցիք Հայաստանի Իմ բաղատված հարցերը պատասխանել ես, ես կարող եմ դուր չգամ։ Այո, իհարկե, բայց ունեցեք ենքան քաղաքականություն, որ կարողանանք ձեզ դա եմ ուզում ձեզ ասել, պարոն, արվում եք, անգամ եթեք, մի րոպե թույլ տվեք պարոն խոսում եք, ձեզ մի խանգարեք, կրթությունս բավականին ներում եք, անգամ եթե մենք համաձայն չենք մեկս մյուսի հետ, պետք չէ վեճի վերածել, ես որպես իրավաբան ուզում եմ ձեզ հետևյալ հարցը տալ, դուք որ ասում եք, Հարցից մի փախնեք։ տեսեք էթիկայի կանոն չեք պաշտպանում, հարգելի, սպասեք խոսքը վերջացնեք, դուք եք խանգարում, պարոնը ոչ ինքը օրինակում եք ուր է տալիս, դուք երկրորդ անձ եք, դուք եք խանգարում։ Հարցին չի պատասխանել։ Ոչ մի ամերիկյան և եվրոպական երկրում հարց չի պատասխանել, միքրոֆոնով, ոչ թե թուղթ ու գրիչով, սա Ամերիկայի և խոսքի իրավունքի խախտում եք դուք անում։ Այդից հիմա ես խոսում եմ որպես ամերիկացի, ոչ թե որպես Մարդը լսում է իր համացը։ Կողենը չի թողնում, մարդը լսում է։ Ապո եմ։ 30 տարի եմ բազանում։ Անձնական չի։ Անձնական չի, ընդհակառակը։ Հայաստանի լավ ուզելը պետք է Հայաստանը։ Մարդը լսում է ցավտանը։ Սիրուն բան չեք անում։ Անգամ
շարունակում եք ստիպված պետք է ձեզ դուրս հրավիրել, հարգելիս։ Հարգելիս երկրորդ անգամ եք ուշացնում, ստիպված պետք է ձեզ դուրս հրավիրել։ Բոլոր հարցերն տվել ենք, դուք հանգստացեք։ Հա, ես էլ դեպքում հանգիստ լսեք պատասխանը։ Հա, այդ մարդու իրավունքների բոլոր խախտումներ առանձին վեր են լուծվել, դրա հետ կապված կատարվել են համապատասխան հայտարարություններ, մենք էլ ենք կատարել հայտարարություններ, այն ինչ որ դուք ասում եք դրա հետ կապված էլ է կատարվել հայտարարություն, դրանք կանխվել են, այո, սկսել են այդ ուղղությամբ քննությունա կատարվել, որոշ մարդիկ էլ պատժվել են, այսինքն այդ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ես խոսեցի, որ մենք ունենք այդ խնդիրները, բայց այդ խնդիրների լուծման ձևներ ենք առաջարկել։ Ասեցի համակարգը պետք է փոխվի, դատական ասեք հիմա իմ հետ պետք է հավասար խոսեք, թե չէ։ Դե ուզում եք դուք եկեք խոսեք։ Հատե ուրեմն լսեք, տեսնում մի զուրկերը, You can't. American US citizen, you can. You cannot kick me out. Նարգեմ նույն կարեք որպես ինքները արի ունենան իրենց Խոսից ներեք խանգարած կլաս։ Այլ ես ասում հանգստացեք ու ձեզ տեղերը դասեք։ բոլոր հարցումները պիտի հասնեն։ Չեք կարծում, որ Ղարաբաղյան հարցի լուծումը ավելի ցավ է Հայաստանի միացումը, քան անկախությունը։ լավ է ասում։ Ես վստահ եմ, որ եթե Ղարաբաղի անկախությունը մի օր